Գինու օրի վերջին օրն է, եզրափակիչ են ամենատժժիկ օրն է, համել ընտրություններն է։ Դե դա սովետի ժամանակվա փառատոն չի։ Այս տարի ի՞նչն է այլ կերպ, մոտ հասկանանք։ 3 ամիս առաջ այս լուրը ընկավ մեր գլխին։ Արդյոք տեղավորվում եք ձեր աշխարհագրական սահմաններում հիմա։ Իրենց ուղիղ վաճառքը այդ 3 օրերի ընթացքում $3 միլիոն է։ Ինչ խնդիրներ է ալնում, որտեվ այդտենց զանգվածային բան կազմակերպելը դժվար է։ Ինֆրաստրուկտուրա չկա փառատոն կազմակերպելու համար։ Բարև ձեզ, լուրջ կաստ է YouTube-ներում, բոլոր ոդկասթային հարթակներում։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, շնորհակալություն, որ մեզ լսում եք։ Այսօր մեր հյուրը Մերի Բադալյանն է, Eventura ընկերության համահիմնադիր, եւ նրան կարող եք ավելի շատ ճանաչել գինու օրերի որպես համակազմակերպիչ Երևանյան գինու օրերը, չէ՞, ոնց է փառատոնը։ Երևանի երբեք մի շփոթի։ Ու տպավորությունա, որ արդեն այնպես ինչքան միշտ կար։ Ճիշտ է։ Քանի տարի է արդեն։ Քանի տարի կա եւ ուր եք դուք այսքան ժամանակ։ Ես 10 տարի մասնակցում եմ ու ես չգիտեի, որ կան իրական գոյություն ունեցող մարդիկ, ովքեր կանգնած են Երևան Wine Daisy մեջքի հետևում Շատ խառնել։ Տակայը Daisy, հա։ Ոնց ինվեց միտքը ու հետո կգանք դեպի այսօրվա շատ լարված հարցեր, բայց սկսենք սկզբից, ոնց սկսվեց ամեն ինչ։ Նախ բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, շնորհակալություն, որ ես այստեղ եմ ու մեծ հաճույքով կներկայացնեմ մեր շատ սիրելի ու քաղաքի սիրելի փառատոնը։ Անունը հայերեն տարբերակով Երևանի գինու օրեր, ունի իր այսպես հաշթեգոտ անվանումը Երևան Days, ամբողջը իրար կպցրած Երևան բառերը Երևան եւ Wine։ Բարախաղ, այո։ Իդեպ ասեմ, այդ բարախաղի հեղինակը Ֆայնան է։ Արամայի սականը չի, օքեյ։ Այսպես 10 տարի առաջ, թե հիմա տարիքի հետ կապված, մենք այս տարի 10-րդ անգամ ենք անցկացնում Երևանի գինու օրերը։ Կան մարդիկ, որ մեզ ասում են, դե դա սովետի ժամանակվա փառատոն չի։ Ասում ենք, չէ, չի եղել, ասենք ու դրա համար դա երևի դա մի տեսակ նույնիսկ կոմպլիմենտ է հնչում, որ մարդիկ գիտեն, որ միշտ եղել է։ Ու նաև կոմպլիմենտը, որ չեն ճանաչում կազմակերպիչներին, դա շատ լավ է։ Արդեն մոռացել ենք այն պահը, որ չի եղել, էլի ոնց որ։ Այո։ Ու ինքը Հայաստանի բոլոր իրադարձությունների հետ միշտ տենց ներդաշնակ, ներհյուսված է եղել։ Տենց սկսած հեղափոխության ժամանակ մինչև հեղափոխության հետ ինքը միշտ զուգահեռ կար ու փողոցում լիքը մարդ, բայց շատ դրական լիցքերով։ Ոնց հասակ դրան։ Ու ոնց աշխատանքը տարբեր գինեգործարանների, գինու արտադրողների հետ, որտեվ մենք ունենք, եթե չեմ շփոթվում, 1347 գինեգործ Հայաստանում, ոնց է կարողանում բոլորին տեղավորել։ Օֆիցիալ թվերը ասեմ, ունենք 120 արտադրող, պլյուս մինուս ավելանում ու պակասում են, բայց 120 մշտական արտադրող։ Հիմա ինչ վերաբերվում է, այդպես ոնց սկսվեց, ինչպես եղավ, ոնց եղավ, որ կիզակետերում ենք հայտնվում, ճիշտ ասած մենք միշտ նույն տեղում ենք, ուղղակի կիզակետերը այսպես իրադարձությունները երևի մոտ այս տարի ի՞նչն է այլ կերպ, մոտ հասկանանք ինչա հետո այն պուպուշ բաները խոսանք։ 10-ամյակի հետ կապված։ Բա էդի ես ուզում եմ սադրիչ հարցնեի։ Ես եմ սկզբից սադրել, իմ բանն է։ Ոնց եղավ, որ այս տարի գուցե դուք չգիտեիք, բայց այս տարի գինու օրերը, ճիշտ եմ ասում, Երևանի գինու օրերը համընկել են ուշադրություն ԱԺ ընտրությունների օրվա հետ հունիսի 7-ը Կիրակի համ գինու օրի վերջին օրն է, եզրափակիչ են ամենատժժիկ օրն է, համել ընտրություններն է։ Ոնց է համընկել եւ ինչ ամպրոպ ու կայծ եք ստանում այդ առումով։ Երևանի գինու օրերը նախ այդքան Սերգեյի նման sense գեղեցիկ ամպագորգոր չեմ կարող ասել։ Ամպրոպի։ Բայց կայծը պահ։ Հա, այսպես է, մենք մեր տեղում կանգնած 3 ամիս առաջ այս լուրը ընկավ մեր գլխին։ Ինչ որ ընտրություններ։ Առաջինը ով է օրը որովհետև Երևանի գինու օրերը տարիներ շարունակ դա շատ հարմար է աշխարհի բոլոր տուրօպերատորների ու մեր տեղացի տուրօպերատորների համար միշտ լինում է հունիսի առաջին, ուրբաթ-շաբաթ եւ կիրակի օրերին։ Դա կարա լինի ամսի 1, 2, 3-ը, մի տարի դա կարա լինի ամսի, չգիտեմ, 5, 6, 7-ը, ոնց որ այս տարի, ու դե 3 ամիս առաջ մոտավորապես մի 3 ամիս առաջ որոշում կայացվեց, որ ընտրությունները այդ օրն են լինելու։ Ինչն է խանգարում, որ իսկ ինչն է խնդրեմը, որտեղից է գալիս քննադատությունը։ Տեսեք, մենք կարծում ենք, որ երբ իմացանք, մենք համարեցինք դա որպես լավ լուր, աշխարհին ցույց տալու, որ մենք այնքան դեմոկրատական երկիր ենք,
որ կապ չունի ընտրություններ չի, մեր ամենօրյա կյանքը կլինի տուրիստական մեր ծրագրերը եւ այլն շարունակում են իրենց նորմալ կյանքով ապրել։ Դե մենք համարում ենք, որ ոչ մի արտասովոր բան չի կատարվում, դա նույնիսկ դրական, բացի այն նշած ասենք, որ կարելի է ցույց տալ ինչքան դեմոկրատական ենք, ինչքան ազատ ենք, որ կարելի, նաեւ Երևանի գինու օրերի շնորհիվ ավելի շատ մարդ դուրս կգա ու կգնա ընտրությունների։ Կխթանի, այդ ինչ տեղամասեր են Սարյանի վրա, այդտեղ մասնակցությունը մի քիչ ուրախ ու բարձր կլինի։ Իրականում ընդամենը մեկն է, բայց ամենածայրամասում չկա ընտրատարածք տարածքում, բայց եթե նույնիսկ հարակից ընտրատարածքներին միևնույն է մարդիկ գրանցված են իրենց բնակելի վայրում են, ոնց որ ավելի մոտիկ տարածքում են, դա էլ ոտքի քայլելու է, էլի եթե խցանում, ինչ որ բան, դա էլ չի խանգարում, որտեղ 90%-ը համարյա ապրում են իրենց ընտրատարածքների մոտերը ու դրա համար կարծում ենք, որ գնացեք առավոտյան 8-ից, քվեարկեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, հետո եկեք տոնենք, վերջապես ընտրությունը, հիշեք, մի բան կարևոր, ընտրությունները փաստում են նրանում, որ կյանքում եկել է այն этаպը, որ այլևս պատերազմներով չեն անցնում իշխանությունները, այսինքն կառավարությունը գալիս է իշխանության ոչ թե պատերազմներով, այլ ընտրություններով։ Ես համարում եմ, որ մենք հասել ենք, ունենք, ուրեմն մենք պիտի գոհ լինենք մեր պետականության համար, որ մենք ընտրության ենք գնում, ուրեմն եկեք տոնենք այդ փաստը, որ մենք ոչ թե պատերազմով ենք իշխանություն փոխում կամ գալիս կամ ուժով չեն։ Իդեպ, հա, ես շատ եմ լսել Եվրոպա գնացած ծանոթներից, որ այնտեղ ընտրությունները տոնի նման մի բան է, շատ տենց ուրախ միջոցառում է, մասնավորապես Լեհաստանից տենց ընկերներ ասում են, այնտեղ ընտրությունները տենց բոլորը տենց տոնում են, ինքը տենց հաճելի օր է։ Մեր մոտ ինձ թվում է ավելի շատ քննադատություն կարա գա ընդդիմությունից, որովհետև եթե մարդը գնա գինու փառատոն, մի փոքր գինով նա կզգա, որ կյանքը այդքան վատ չի, կարծես թե ամեն ինչ լավ է եւ դա դեպի դրական կարա փոխի իր ընտրությունը։ Ինչեր ուզում քվեարկել։ Ճիշտ ասած գինու օրերը սկսում են ժամը 4-ից, մինչև մարդը հասցնի գինովնալ, որ ժամը երեկոյան թե առավոտ։ Երեկոյան 4-ից մարդը մինչև հասցնի գինովնալ, մինչև ինչ որ մի բան որոշի փոխի կամ չփոխի, արդեն ընտրությունները վերջացած են լինելու։ Բայց հիմա ով է ասում, որ ինչու՞մն է կոնֆլիկտ։ Մենք ստանում ենք շատ քաղաքացիների կողմից էլ ենք շատ ստանում այդ բողոքը, որ գուցե դիտմամբ դե տարբեր կողմեր ընդդիմությունն է դիտմամբ դա հատուկ արել, որպեսզի այդ օրը կամ եթե ընդդիմադիր չեն հակառակ կողմն է, հիմա մենք ոնց որ ուզում ենք բարձրաձայնել ու հանգստացնել, որ չի խանգարելու, մենք դա դիտմամբ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես համընկել է 3 ամիս առաջ նշանակել են այդ օրը, դե եկեք ուրեմն գնացենք առավոտ ժամը 8-ից, մենք մեր պարտքը կատարենք քաղաքացիական, հետո տոնենք տոնը, հետո համարենք, որ Երևանի գինու օրերը արդեն դարձել է այն իրադարձությունը մեր երկրի համար, որի բերած տնտեսական ազդեցությունը ահռելի է։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, պոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդքասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոп, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը։
Դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Green Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ դրա մասն էլ խոսանք։ Մի հատ տոկոսներով կամ իր ծավալով ոնց է աճել, մի հատ եթե կարող եք այդ գրաֆը բացատրել, եւ արդյոք տեղավորվում եք ձեր աշխարհագրական սահմաններում հիմա։ Մենք չենք տեղավորվում մեր աշխարհագրական Ես սահմաններում։ գիտեմ, ինչքան գալիս են, Արդեն- տենց քարք Լեո եք կատու ասում։ գցելու տեղ չկա։ Դե նայեք, արդեն երրորդ տարին է մենք քաղաքապետարան դիմում ենք տարբեր տարածքների հետ կապված, այդ թվում նաև Հանրապետության հրապարակի։ Ճիշտ է, Հանրապետության հրապարակը մի քիչ լայն է ու չի ընկալվում այդպես տրադիցիոն առումով նեղ փողոցներով փառատոնի, ոնց որ ընկալում է, բայց մենք շատ լավ գոտիավորում կարանք անենք Հանրապետության հրապարակը։ Տարածքը տեսեք, անցյալ տարի ունեցել ենք 180-ից 200,000 այցելու 3 օրերի ընթացքում։ Ահա։ Տարածքը շատ տեխնիկական եմ էլի խոսելու 20,000 քառակուսի մետր է։ Թվերը հետաքրքիր են իրականում, հա։ Մենք թվերին շատ լավ ենք տիրապետում ու Գյումրի է սիրում ենք։ տեղավորվել ձեր մոտ։ Հա, այդպես դե մի անձը մոտավորապես 2-3 անգամ է գալիս, դա հաշվեք, որ 250,000 անհատ չի, այլ մոտավորապես 70-80,000 անհատ է, որը Ամեն օր գալիս է։ ամեն օր գալիս է, տիպիկ այցելուն, հա, դրա համար ռոտացիայով ինքը 2 ժամյա ռոտացիա է մեզ մոտ տեղի ունենում, այդպես շատ լավ բարդ մեխանիզմներով հաշվարկում ենք 250,000 այցելու ենք ունենում, 200,000 այցելու ենք ունենում։ Գնացա վայ գոքորը բան։ Շատ լավ, ճանաչում ենք, հա, այդպես էլ են գտնում ենք ծանոթ մարդկանց, բայց այս տարի կարծում ենք մինչև 300,000-ը հասնելու, սարսափելի շատ է լինելու, տարածքը նույնն է մնացել, մի փոքրիկ հատված է ավելացել, շատ փոքրիկ, Սարյանի մի փոքր առաջ ենք գնացել, բայց դա չի փրկելու։ Տուրիստների մասը ոնց է աճել, որովհետև ես անդադ Վրաստանում քշելուց ուրեմն դու էլ դի նկատած կլինես, այն որ հələ Թբիլիսի ոչ միտեղ չես հասել, էլ ինչ որ sense չոլով գնում ես ու կիլոմետր մեկ sense մի հատ ցուցանակա wine route, յանի ստեղ Թեմուր Լենգի ժամանակվանից ինչ որ wine route ա եղել ու ոչ մի բան չկա, բայց քո մոտ անընդհատ է տպավորությունը, որ դու wine-ի մայրաքաղաքում ես։ Ու մարդիկ ասում են, որ համ գինուց հասկացող էլի սոմելիե ընկերներս ասում են, որ Հայաստան մագին լավացել է որակը, նույնիսկ գերազանցում է։ Այո։ Բայց այդ մարքեթինգը, նու երևի ձերը տենց ամենակնհայտ բանն է, հա, Արենիում, բայց դրանից զատ ոնց որ ինձ թվում է անդադ մենք մի քիչ մարքեթինգը Կարանք ուժեղացնելու տեղ ունենք։ Ինչ ենք մտածել, որ իրանց wine route-ից ավելի wine route։ Մենք չունենք wine route։ Նայեք, առաջին բանը, որ կտեսնեք Վրաստանում, որ մտնում եք, իմացեք, որ դա պետության կողմից, նույնիսկ այդ կարող է մի հատ նշան եք տեսնում, իմացեք, որ սա ստրատեգիկ որոշում է։ Իմացեք, որ դա պետության կողմից իրենց գինու հիմնադրամ ունեն կամ գինու կոմիտե ունեն, ինչ որ ունեն, զբոսաշրջության կոմիտեի մեջ առանձին գինու բաժին ունեն եւ այլն։ Սա ստրատեգիկ ձևով է, այնպես ինչպես ստրատեգիկ հիմա որ գնաք օրինակ, ասենք Մադրիդում, մի հատ շատ ներքին Madrid Fusion, ասենք, գաստրոնոմիկ միջոցառում է։ Այդ գաստրոնոմիկ իվենթին միայն իսպանական միջոցառումներ են մասնակցում, մենք շատ մասնագիտական է, դրա համար մենք թիմով գնում ենք այնտեղ ուսումնասիրությունների։ Ու ինչ է կարծում, ինչ գինիներ կան այնտեղ իրանց սեփական ստենդով, վրացական։ Բայց ոչ թե անհատական, օրինակ, ձեր գործընկեր, ոնց որ Վեդիալկոնա գնացել առանձին ներկայանում, այլ պետությունը Wines of Georgia-ով, այնտեղ իրանք նույնիսկ տուրիստական սլոգան ունեն, Taste of Georgia, ոնց որ կոչվում ինչ, այդ դրանով հատուկ տաղավար, մի կողմը այսպես երկու երեսանի տաղավար է, մի կողմը ամբողջովին գաստրոնոմիան է, մի կողմը ներկայացած։ Նույնիսկ նման փոքր բաներում դու գնում ես ու Okay, Georgia, այդ ինչ է։ Գնում ես, ես հիմա ժամանակավորապես ապրում եմ Բալթյան երկրներում, այնտեղ ցանկացած բարձրակարգ ռեստորանում կգնաք ու կտեսնեք, որ կա գինու, հա, այնտեղ մի քիչ հասկանալի է, որովհետև ռուս տուրիստին դա հասկանալի բան է, ինչ որ, բայց Կարար նաև Հայաստանը Նայեք, դա այնպես չի արվում, դա արվում է պետության կոնկրետ մշակած ռազմավարության, որտեղ սուբսիդավորվում է եւ այլն։ Հարցը այստեղ մեր պետության քննադատությունը չի, այլ այնա, որ մենք ավելի շատ պիտի հաշվի առենք, որ 70 տարի իրենք առաջ են մեզանից, որովհետեւ մենք ունենք մեր բրենդին,
որը այո, աշխարհում առաջ տանում ենք, չենք ունեցել գինին։ Հիմա ոնց որ զրոյական կետը եղել է սովետից հետո 90-ականները, իրեն զրոյական կետը մի քիչ ուրիշ տեղ է եղել, մեր զրոյական կետը մի քիչ ուրիշ տեղ է եղել, բայց արդեն բավականին անցել ենք։ Ինչ վերաբերվում է մեր ընկերությանը, մեր ընկերությունը 100% մասնավոր ընկերություն է։ Այսինքն մեր Երևանի գինուորերը դա բացարձակապես պետությունից երբեք չսպասող ինքը սկսել է իր քայլերը առանց պետության աջակցության, մենք չենք էլ դիմել երբեք։ Այ հիմա նոր այս տարի, քանի որ այնքան ենք մեծացել, մենք սկսում ենք պետության հետ աշխատել, կառավարության հետ ավելի ճիշտ, կառավարության հետ աշխատել, տեսեք, մենք շատ ենք մեծացել մեր փոքր ընկերության համար։ Մենք այո կարող ենք մեր միջոցներով այն ինչ որ ծախսում ենք դրսում, բերել տուրիստները եւ այլն, բայց դա պիտի արդեն շատ կոնկրետ ռազմավարություն նշանակվի։ Ու դրա համար այս քանի որ ընտրություններ էր եւ այլն, շատ այդպես PR արշավը որ մշակել էինք, մի քիչ հետ կանգնեցինք, բայց հաջորդ տարի 11-րդ տարին, որ ուզում ենք անպայման հանրապետության հրապարակում լինի, սեպտեմբերից սկսած ինչ կառավարություն էլ որ լինի, մենք մոտենալու ենք կառավարությանը ու ասենք, մենք շատ փոքր ենք արդեն այս միջոցառման համար, մեր փոքր ընկերությունը 9 ընդամենը աշխատակից ունենք մենք։ 10 տարվա մեջ մենք 9 աշխատակից ունեցել ենք ու այդպես էլ մնում ենք։ Փոքր ընկերություն ենք։ Սա շատ կարևոր պետականամետ միջոցառում է։ Իր թվերը անհավանական շատ են։ Այսինքն մենք կարող ենք պետության աջակցությամբ, երբ ասում եմ պետության աջակցություն, չի նշանակում որ պետությունը պիտի մեզ գումար տա, մենք գնանք վրան վարձակալենք։ Պետության աջակցությունը տարբեր, այսինքն միջազգային PR-ի հետ կապված լինի, մենք ունենք գաստրոնոմիկ սեգմենտ Երևանի գինուորերում, երբ որ բերում ենք Միշլինյան ու Բոկուզ շեֆ-խոհարարների, իրենց միջոցով մեր գինին տանում ենք բարձրակարգ հոռեկա սեգմենտ, որովհետև մենք բարձրակարգ գինիներ ենք եւ մեզ մոտ գինին մի քիչ ավելի թանկ սեգմենտ է։ Այսինքն այսպես ռազմավարությունը մեր մենք չենք կարող օրինակ Costco, ինչքան կարող ես Costco սպասարկես կամ ասենք Ֆրանսիայում ենթադրենք ավելի բուտիկային բաներ կարող են։ Այո, մենք պիտի գնանք թանկ սեգմենտի, բայց թանկ սեգմենտն էլ ոնց է ձեզ ճանաչելու, շեֆ-խոհարարները պիտի այդ քիմքը տեսնեն։ Մենք ունեցել ենք 12 երկրից շեֆ-խոհարարներ ենք հրավիրել 2024-ին, բայց այն ժամանակ USAID-ի աջակցությամբ էր, որտեվ սա եթե ի տարբերություն գինուորերը ամբողջովին ֆինանսական հիմքի վրա դրված առաջին այդպես ռեգիոնում մեծ փառատոնն է։ Գաստրոնոմիկ օրերը ինքը չի կարող ֆինանսական այսպես sustainability ունենալ։ Հետո եկավ Տրամպը, նայեց, ասես մի րոպե, այս Հայաստանը, ինչ որ ֆրանսիացի խոհարարներին գինի է խմցնում մեր փողով։ Ամերիկայից 3 խոհարար ենք ունեցել, իհարկե, շատ հայտնի TV այսպես personality-ներ են եղել, հա։ Եվ իրը գոհեն ինչ են ասում մեր գինիների մասին։ Իհարկե, մենք շատ հետաքրքիր սիմբիոզ ենք անում բեմի վրա, 3 տեսակի այդպես համադրություն ա տեղի ունենում, շեֆ-խոհարարը, բայց աշխարհի մակարդակով շատ հայտնի շեֆ-խոհարար, գալիս է որևէ հայկական ռեստորանի հետ մենք իրենց կապում ենք, գնում է մոտավորապես 2-3 օր այդ թիմի հետ է աշխատում ինքը, ստացվում է որ թիմին անվճար workshop է միջազգային, հետո դրանից հետո իրեն տալիս ենք շարք գինիների, ինքը ընտրում է, արդեն գիտի թե հայկական ինգրեդիենտներից ինչ fusion ուտելիք պիտի պատրաստի, ուտեստ պիտի պատրաստի ու շոու ցույց տա, այդ ամենը Երևանի գինորերի շրջանակներում է, հա, լինում։ Բայց դրանից հետո որ ինքը արդեն գինին ընտրում, ամեն գինեգործին ենք բերում իրեն հետ, արդեն իրենք իրար հետ հասկանում են թե ինչպես պիտի ներկայացնեն ու բեմի վրա արդեն այդ 3-ն են լինում հայկական ռեստորանի շեֆ-խոհարարը, միջազգային շեֆ-խոհարարը ու հայ գինեգործը ու սկսում են պատմել, սարքել ու այս համադրության մասին, ինգրեդիենտներից թե ինչպես թե մենք ինչ հարուստ բուսական աշխարհ ունենք ու ինչի համար է հիմա արդեն այն պահը, որ մենք նաև մեր գաստրոնոմիան շատ ավելի առաջ տանենք գինու հետ միասին, որովհետև եթե աշխարհում շատ քիչ է մնացել այդ էնդեմիկ բուսատեսակները սննդի մեջ օգտագործվելու, այս պահը պիտի մենք առիթը բաց չթողնենք։ Բազմա այսպես շերտ է Երևանի գինուորերը։ Մայիսի 14-ին մենք անում ենք նախընտրական վակցինացիա, բոլորովին նոր ստենդափ ընտրություններից առաջ։ Այն ամենը ինչ եղել է մինչև ընտրությունները, այս 5 տարին սիրուն հավեսով փաթեթավորում ենք, քամում ենք ամենահետաքրքիր մասերը եւ պատրաստվում ենք հունիսի 7-ին։ Ու արդեն
սենց կոփված իմունային համակարգով կարող են գնալ եւ քվեարկել, նենց որ բաց մի թողեք Տոմսերը ticket system-ի միջոցով դուք եւ Թոմը բոլորդ միասին գնեք եկեք մեր մոտ։ Նայեք, ինձ թվում է, եթե ես լինեի կառավարություն, ես պետքա 2 ձեռով բռնվեի ու փորձեի մաքսիմալ համ օգտակարների, համ օգտակարությունը բարձրացնել, որտեվ դա մենակ ձերը չի, դա ամբողջ քաղաքինն է, երկրինն է, գրավչությունն է, туриզմն է, ինչ տիպի հարաբերություններ ունեք, հա, չեմ, դու туриզմի կոմիտե ունենք, էկոնոմիկայի նախարարություն ունենք, ինչ կա, որ կուզենայիք ավելի լավ անեին ու դեռ չեք հասել այդտեղ։ Տեսեք, туриզմի կոմիտեն աշխատում է իր հնարավորությունների, ես կասեի 150%-ով։ Գոհ եք, в общем գոհ եք իրար։ Նայեք, գոհ լինել չլինելը չի, ամեն ինչը հանգում է ֆինանսներին։ Այս պահին туриզմի կոմիտեն ունի այնքան ֆինանսներ, որ կարողանա, ասենք, հավելյալ այլ սեգմենտներ։ Հազիվ ունենում է տարվա մեջ 110 միլիոն դրամի կարգի, որը 12-13 փոքր փառատոնների, երբեմն մենք մինչև հիմա չենք դիմել, որ այդ փոքր փառատոններին լինի, հասնի, որովհետև կան այլ իրադարձային туриզմը Հայաստանի զբոսաշրջության համար շատ կարևոր սեգմենտ է։ Մարդիկ գալիս են զբոսաշրջիկները գալիս են որևէ իրադարձության շուրջ ու գնում են նաև 3-ից 7 օր այլ տեղեր։ Այդ туриզմի, այսինքն ֆինանսներն է գալիս, եթե ֆինանսավորումը շատանա, այնտեղ արդեն իրենց հնարավորության սահմաններում, որտեղ որ հնարավոր է Երևանի գինուորերի մասին մի փոքր գրել տալ, եթե պատվիրված տարբեր տեսակի միջազգային ամսագրեր են լինում, մեդիա հարթակներ են լինում, իրենք անում են հնարավորինս բոլոր փառատոնների հետ միասին։ Այստեղ ավելի շատ մենք հիմա պիտի սկսենք ճիշտ որպես կազմակերպություն, դուք ասում եք ուր էիք, ձեզ չենք տեսել մինչև հիմա, կարծում ենք արդեն պահն է, 10 տարի մենք հավաքել ենք բավականին լավ տեղեկատվություն, բոլորը ճիշտ վերլուծությունների հիման վրա, մենք վարձել ենք լավագույն վերլուծություն անող ընկերություններին, գնահատում ենք անցկացրել, որովհետև ուրիշ բան, որ տեսեք, ձեր գրասենյակ ենք եկել, մինիմում 5 հոգի, ասում է, շատ ենք սիրում, տեսնում ենք ինչ ազդեցություն է, դա լրիվ ուրիշ բան է, բայց արդեն պետության հետ, կառավարության հետ, որ գնանք նստենք խոսելու, մենք պիտի ապացուցված թվեր տանք։ Մենք հիմա մինչև 10 տարին ուզում էինք հավաքեինք այս ամբողջ տեղեկատվությունը, հիմա արդեն պատրաստ ենք, որովհետև մենք էլ պիտի տեսնեինք իրականում այդ կողքից լսելը դրականը կարծիքները ինչքանով են թղթի վրա երևում եւ արդեն մենք ապշեցուցիչ ստացանք արդյունքներ, օրինակ մի փոքր այսքան ներդրումը, ասենք 100 միլիոն դրամ, ամենափոքրիկ ներդրումն եմ անում, թե ինչ սեգմենտների վրա է ազդելու ու ինչ ազդեցություն կարող ունենա ու պետությունը օրինակ քանի ամիս հետո դա կարող է հետ բերել հարկերի ու այլ հետաքրքիր բաների շնորհիվ։ Իսկ մենակ այդ օրվա վաճառքի բանը։ Թվերը որ ասեմ, 250 մասնակից տեղում որ ունենք, իրենց ուղիղ վաճառքը այդ 3 օրերի ընթացքում $3 միլիոն է։ What? Միայն այդ 3 օրերի, ես չեմ ասում հետո մուլտիպլիկացիոն էֆեկտով, որ օրինակ, վա ինչ լավ ներ ձեր գինին, ես կգամ կամ ինչ լավ տուր փաթեթ ունեք, ես կգամ ձեր օրինակ գինեգործարան, $3 միլիոն, $1 միլիարդից ավել դրամ է։ Այո, բա հարկը։ 20%-ը այդտեղ հարկն է։ Այսինքն 100 միլիոն ներդնել 200 նույն օրերին That sounds like a good deal. Գիտեք պայմանագրով ինչա գրված մեր բոլոր 250-ին։ Պայմանագրով գրված է պարտադրում ենք բոլորը պիտի ունենան ՀԴՄ սարքեր։ Դե տենց էլ կա, в принципе ես Կարա եւ չի։ Չէ, դե ընդ մեկ վարչապետ բան անցնում են հենց անձամբ խնդալու կլինի չունենան։ Փառատոները եթե ուզի, մանավանդ գինու փառատոնը կարայինք ասեինք, դե մենք ասենք գյուղ մթերքի հիմա որ գնաք շատ ուրիշ բան համայնքային փառատոններ, այնտեղ ոչ մեկ ՀԴՄ չի օգտագործում, այդ մշակույթը մենք ենք մցրել, մենք ենք պարտադրել, երրորդ տարվանից սկսած, առաջի 2 տարին չի ել եղել, որովհետև նույնիսկ ՀԴՄ սարք չկար վարձակալությամբ վերցնելու, ինչի մասին էր խոսքը։ Իսկ երրորդ տարուց արդեն որ սկսեց բավականին մեծանալ, մենք ասենք շատ լավ, 2 տարի այդ սոուսի տակ էինք գյուղմթերքի, բայց հիմա արդեն բավականին շատ ենք մեծացել, ուրեմն պիտի պետությանը օգուտ տանք։ Մեր պետության օգուտը այնա, որ վաճառքը ունեք, բիզնես ջան, ուրեմն պիտի հարկ վճարեք։ Իսկ դուք ունեք ինչ-որ ստատիստիկա, ավելի շատ տեղացի հայերն են գնում, թե տուրիստները, вообще ոնց է այդ բաշխվածությունը։
գնելու հետ կապված մասնակցելու կարանք մասնակցում եմ ու չգիտեմ հիմնականում իմ նման մարդիկ են դե ես Հայաստանի քաղաքացի եմ թե տուրիստներ են որոնք տարբեր փաթեթներով են գալիս Մենք անցկացնում ենք մոտավորապես 2000 անձի հետ դաշտային հարցում, հենց տեղում, բացի այդ էլ մասնակիցները բոլոր այդ 250 մասնակիցները անմիջապես միջոցառումից հետո են հարցախույզեր լրացնում, պարտադիր պայման է, այսինքն այս դատան շատ այսպես սոլիդ է, հաշվի առնելով նույնիսկ այն դատան, որ տվել են, հաշվի առեք, որ գուցե եւ ինչ-որ բան փոքր են տվել։ Այսպես է, մենք ունենում ենք, եթե 180-200 այցելու ենք ունենում, դրա մոտապես 30-40%-ը դրսից զբոսաշրջիկ է։ Այսինքն մոտապես 20-21 հազարը, որտեվ ինդիվիդուալից պիտի հաշվեք, ինդիվիդուալ անձից, այսինքն 70-80 ինդիվիդուալ այցելուից 20-30%-ը հիմնականում զբոսաշրջիկ է լինում։ Okay, հələ պատմեք ինչ խնդիրներ ա ալնում, որտեվ այդտենց զանգվածային բան կազմակերպելը դժվար է, ու այդտենց վերահսկել, պահել օրենքի շրջանակներում, չգիտեմ, կարգ ու կանոն, Պլյուս համարտ կանցնի, չէ՞, ոնց էլի հարամչիներ պետք է լինեն Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես, Երևանը մասնավորապես որպես խոշոր քաղաք, ինքը պատրաստ չի նմանատիպ մասշտաբային, այսինքն ինֆրաստրուկտուրան պատրաստ չի նման մասշտաբային միջոցառումների։ Եթե շատ տեխնիկական բան եմ հիմա ասելու, որովհետև որ հասկանաք ինչ է նշանակում փողոցում փառատոն անելը։ Եթե գնաք, ասենք Բորդոյի գինու փառատոնը, որ անցկացվում է ափամերձ շրջանում, տեսեք, այնտեղ հոսանքի համար այսպես գետնին արդեն հատուկ հանգույցներ կան, ընդամենը այդ օրը բարձրացնում են ու դու կարաս այդ հոսանքից օգտվես։ Այդտեղ դրված է այդ հանգույցները։ Հիմա մեր տարածքում, որպիսի ծուխը ահռելի չլինի, թեպետ էլի բողոքում են ծուխից, խորովածի եւ այլն, մենք հնապիտի ուրեմն շատ հոսանք տանք մարդկանց, որպիսի մարդիկ չօգտագործեն ածուխը, ճիշտ է։ Այդ շատ հոսանքը մենք բերում ենք 7 աղբյուրներից 500 կիլովատ հոսանք։ Իսկ դա կիլոմետրերով ենք մենք բերում շենքերի գլխներով։ Պատկերացրեք, ոնց որ բերում 20000 քառակուսի մետրի համար հոսանք ես, դու հոսանքի ամբողջ այդ էլեկտրաֆիկացումը անում ես, հետո 3 օր հետո հավաքում ես։ Այդ մի ամենադաժան բանն է էլեկտրաֆիկացումը։ Սյուները, մի սյունը մետաղական է, մի սյունը փայտյա է, դա լրիվ ուրիշ ընկերությունից է թույլտվությունը վերցնում, սա լրիվ ուրիշ ընկերությունից է թույլտվությունը վերցնում։ Կազմակերպչական Որպեսզի ընդամենը գիտեք ինչ անեկեցությունի վրա, այն որ ամենասիրելի բանն է, չէ՞, մեզ մոտ գիտեք, չէ, աշխարհի ամենաշատ տարածված նկարն է, որ հենց լույսերը վառում են, այդ շղթաները այսպես պահում են ու նկարում են։ Սա ամենատարածված նկարն է, որպեսզի այդ էֆեկտը ստանա։ Ես դա փորձեմ։ Փորձեք, Ես դեռ մոտ ուրիշ վիրուսային բան, այն անգամ մի տարի սենց սրտիկ էր ինչ որ սարքած դեկորացիաներով։ Գնաց սետանցնում ենք ու սենց ցնկի իջա ու առաջարկություն եմ անում 10 տարվա նոճից։ Մեկ է սենց էս տուրիստները սա հավաքվեցին, հանեցին, վայ, բան են cute ինչ որ բանա տեղ ունենում, ծափ տվեցին, բան, տենց վիրուսային ռոլիկ։ Հա, այդ գիտեք, չէ, զինվոր տղաներ էին, եկան խնդրեցին, փոքր բիզնես էին դրել, ասեցին ինչ կլինի մենք հարցանիքների համար, այդ հենց այդ առաջարկությունների համար, այդպես առաջարկում ենք, որ նախապատրաստենք, կլինի ձեզ մոտ ու ինչ մենք էլ անվճար տարածքը տվեցինք, ասեցինք այնքան որ այսպես կանգնեք արեք, այդ ամենահայտնի դուք էլ փաստորեն օգտվել եք, հա։ Պրակտիկ շատ։ Դժվարությունները շատ են, ինֆրաստրուկտուրա չկա փառատոն կազմակերպելու համար ընդհանրապես, բայց մենք մի ձև հասցնում ենք։ Okay, իսկ ինչ շերտեր կան այնտեղ, որտեվ ես փորձում եմ հասկանալ տարի տարվա վրա ինչքան բան է ավելանում։ Հիմա ոչ միայն գինի է, այլ դե բնականաբար եթե գինի է, նաև ուտելիք, նաև երաժշտություն, բեմ, ինչ որ երաժշտականոտ փառատոն է նաև, այնտեղ վարողներ եւ այլն շոու բիզնես։ Բեդի ալկոյի մոտ Սոֆի Մխեյանների երգում։ Հիշում ես, այո, նաև դա, պլյուս էլի ինչ որ էլեմենտներ կան, տենց զվարճանքի էլեմենտներ կան, խաղարկություններ կան, բան կա, էլի տենց ավելանում են այդ բաները ու ավելանալու են ինչ որ սեգմենտներ։ Ամեն ինչ ավելանում է, հավատացեք, կատարվում է այն 2000 մարդը, որ տեղում հարցում են անում, ասում ենք ինչ կուզեիք, հենց մի բանը տեսնում ենք գերակշռում է, անպայման ավելացնում ենք։ Հիմնականում մարդիկ
այսպես ասեմ, գինին ինչի համար են հարց կա, ինչի համար է գալիս Երևանի գինու օրեր, գինին մոտավորապես 3-րդ կամ 4-րդ տեղն է։ Երևանի գինու օրեր չեն գալիս գինու համար։ Իմացեք դա։ Գալիս են մարդիկ ծանոթներին տեսնելու։ Շուտ հա, ես նոր հասկացա, ես ուտելու համար եմ գալիս։ Շատ գինու Ձեզանից վարակվեցին ինքան լավ էր, որ տենց copycat մոմենտներ ստեղծվեցին, լրացիչ փառատոներ են անում, որոնք մի քիչ նման են գինու, բայց ուրիշով բացին ուտելիքի, գաստրոֆեստ եղավ կարծեմ տենց անցած տարի այդտեղ զուգահեռ քույր քաղաքներ են հայտնվում ձեզ։ Վատ չի, թող հայտնվեն, որովհետև Հայաստանը կարիք ունի 7 Երևանի գինու օրեր կկարողանա դեռ քաղաքը ու երկիրը տանել, բայց հարցը նրանում է, թե ինչքան է դրանք ուղղվածությունը զբոսաշրջային։ Դա է կարևորը, որովհետև կարող եք անել մի բան, որը աննպատակ կարա լինի, պարզապես կանգնացնեք որոշակի բիզնեսներ, տեղում վաճառք անեն, անհասկանալի ՀԴՄ ունեն, չունեն, ինչքան սոցիալական պատասխանատվություն եք ներդրել դրա մեջ, չէ՞, ինչքան վաղուց եք դուք միջազգային տուրօպերատորներին կամ մեդիային դրա մասին ասել, որ Հայաստանը որոշակի դիրքերում հայտնվի, ինչքան աշխատանք է դրա հետևում, թե չէ փառատոն անելը, այդպես ասած 20 հատ վրան կանգնացնելը, տակը գումար վերցնել բիզնեսից ու կանգնացնելը ամենահեշտ բանն է, բայց թե ինչքան է դա արված զբոսաշրջության զարգացման ու այս ուղղվածությունը հետո էլ ցիկլիկ ձևով տնտեսության վրա ազդեցությունը, այլ դա շատ մեծ հարց է։ Դրա համար մենք օրինակ տալիս ենք խորհրդատվություն անվճար նույնիսկ բոլոր փառատոններին, որ ով ուզում է գալիս է փառատոն, ասում ենք ինչա ձեր նպատակը, ասեք տեսնենք։ Եվ ունենք վճարովի տարբերակը, որը օրինակ որևէ համայնքում ուզում են, որ զբոսաշրջությունը զարգանա։ Մենք գնում ենք համայնք ուսումնասիրում ենք, տեսնում ենք համայնքում ինչ պատմություն կարելի է ստեղծել, երբեմն պետք է ստեղծել։ Չունի պատմություն այդ համայնքը, ինչ է եղել։ Թող ենթադրվի, որ դա գաթա է այստեղ պատմական եղել։ Այն մյուստեղը տենց է ստեղծվել լեգենդ։ Թող storytelling-ը, այո, թող բասախ բան։ Այն մյուստեղը թող լավաշ լինի։ Ոչ մեկ 20-30 տարի հետո, եթե լավ ճիշտ աշխատանք արվի, ոչ մեկ չի հիշելու, այստեղ լավաշ է։ Մենք 10 տարի գիտեք ինչ միտք ունենք, որ բյուրականում բացենք։ Wow. Լավ։ Դա դեռ բիզնես գաղտնիք է, հիմա Բանը չի կորցրել, որ մենք դա կանենք։ Դե լավ, եկեք, մենք անվճար խորհրդատվություն կտանք։ Բայց օքեյ, բասի բերում եմ մյուս մտքին։ Կարող է Երևանից կարելի է մի օր էլ դուրս անել Գյումրուգին օրերը։ Ճիշտն ասած, հա, որտեղ տարի մի անգամ շատ քիչ է, էլի։ Մի հատ հարց տամ, ես հարց տամ ձեզ։ Նկատի ունեք Երևանի գինու օրերը հանել, տանել, մենալ, ու մի հատ էլ ասենք, չգիտեմ, սեպտեմբերին, լավ Աբովյանի գինու օրեր, չգիտեմ, Ջերմուկի գինու օրեր։ Հիմա տեսեք։ Ջերմուկի գինու օրեր, արտակարգա։ Կա ոնց որ մենք նաև իմ գործընկերուհին, համահիմնադիրը Նունե Մանուկյանը անում է արդեն 19 տարի Արենիում գինու փառատոնը։ Այսինքն երկրորդը տարվա մեջ կա գինու փառատոնը։ Այդ գինենք, հա, այդ իր զավացկոյի ման փառատոնն է։ Ահա, այդ տեսեք հիմա որպեսի տանեք ու ինչ որ մի այլ վայրում անելու համար, այդ նշանակում է գինեգործը պիտի պատրաստ լինի, այդքան շատ իսկ մենք խոսում ենք ոչ թե 10-20 գինեգործով, դա փառատոն չի ստացվում 10-20-ով։ Այդ նշանակում է մեծամասնություն են 120-ով արտադրողից գոնե 80-ը պիտի համաձայնվի, որ գա ջերմուկ։ Դե իրանք ցույց Երևանի մեջ չեն ոչ մեկն էլ։ Բայց ջերմուկ ոչ մեկ չի գա։ Հա, ջերմուկ կգա ընդամենը 5-6 ու դու 5-6-ով չես կարող անել փառատոն սեգմենտի զարգացմանն ուղղված։ Մենալ մի սեգմենտ չի, առանձին գինեգործության սեգմենտն է, առանձին տուրիստական սեգմենտն է։ Դրա համար արդեն այդ դեպքում առանց պետության սուբսիդավորման նման փառատոնները համայնքային չեն կարող գոյատևել։ Բացառվում է, որովհետև դու այդքան շատ ներդրում ու ինտեգրացիա չես կարող տալ ցանկացած պոտենցիալ հովանավորի, որ ինքը գա, եւ դու չես կարող մասնակցից գումար վերցնել, որովհետև ինքը արդեն բավականին շատ մեծ ծախս է լոգիստիկ ու տարբեր հարակից անում, որ հասնի ջերմուկ։ Եթե վերցնում ենք ջերմուկը կամ ցանկացած համայնքը, համայնքներ տեղափոխվելը, այդ համայնքը պատրաստ է արդյոք 200,000 այցելուի։ Ինչ է կանելու։ Գիշերով մարդիկ խմած հետ են գալու։ Չէ, բա որտեղ է մնալու։
Ну 200,000 դժվար, հենց առաջինից բան լինի, բայց Դե եթե դու 50,000 պոտենցիալ չի չունես, տեղավորի։ դե դրա համար այո, մենք պատրաստ ենք համայնքային այլ փառատոներ անել, բայց համայնքային բոլոր փառատոները պիտի լինի պետության։ Եթե մենք Երևանի Եթե գինորերի ամեն գյումրեցի մի հատ հարբած երևանցի օթել։ Դե հա, այդ կարելի է կոչ անենք, բայց եթե լուրջ, որովհետև փառատոն կազմակերպողը, եթե մեր մասին ենք խոսում, ոչ թե туриզմի կոմիտեի մասին, որը կարա պետության կողմից որևէ բան նախաձեռնի ու անի, դե ավտոբուսները չեն օգնի։ Դրանք շատ փոքրիկ բաներ են։ Դա շատ Տեսեք, Երևանի մի գինու 60 օրերի հոգի է համար, Երևանի գինու օրերի համար ծախսվում է մոտավորապես 270 միլիոն դրամ գումար։ Դե որը ֆիքսեցինք ոչ մի բան, ահա։ Նարեկի համար։ Բայց հիմա ես ծախսն եմ ասում։ Եթե այդ մասշտաբի փառատոն ուզում եք անեք ջերմուկում, դուք ավելի շատ եք գումար, որովհետև այն ամբողջ վարձակալվող գույքը նույնիսկ տարածքում չեք գտնի, այսինքն վարձակալվող գույքի միայն լոգիստիկան, բեռնափոխադրումն արդեն ձեզ վրա շատ մեծ է հարցերը։ Ոչ մեծ ամորի կողմից անեք, որ միանգամից այդ կաբելը քաշելու թեման էլ։ Տեսեք, մի օրինակ բերեմ, ոչխարների խուզման փառատոն Ամենալավ փառատոներից մեկը։ կազմակերպվում է Գորիսի Տաթևում ու շատ կայֆ փառատոն է, էլի տենց երաժշտական մաս կա, հետո գյուղացիները կողքից գալիս են հավես, անում եք ինչ ոչ միայն ինչ որ կոնկրետ ուղղվածություն, այլ ով գաթաներ, տնական օղի, կուրկուտ տենց խառը բաներ ու վերջում մի մասը այնտեղ շրջակայքում կան հյուրանոցներ, մի մասը ավտոբուսներով ինչ որ բերում է տուրֆիրման, առավոտը բերում է, մարդիկ այնտեղ ուրախանում են, զվարճանում են, գիշերը արդեն կիսա ուշա գնաց, տանում են մասնակիցներին։ Դա էլ է երևի տարբերակ։ Բայց դրա երբեք առաջի իրատարվանից սկսած, մինչև հիմա որ արդեն երպես իրավահաջորդը ուրիշ ընկերություն է, դրանցից ոչ մեկ մասնավոր ընկերություն չեն։ Դրանք տարբեր տեսակի կամ սկզբում Idea Foundation-ն է դա եղել, որը ինքը ուղղակի տարածքի համայնքի զարգացվածության համար արդեն գումարները կարևոր չի, բյուջեն հատկացրել են ու մարդիկ արել են։ Դա ֆինանսական մոդելի վրա հիմնված չի ու դրա համար ինքը երբեք երկար կյանք չի ունենա։ Դա միշտ կախված է լինելու որևէ հասարակական կազմակերպության կյանքի երկարությունից։ Այդ հասարակական կազմակերպությունը ունի գրանտային նախագծեր, ուրեմն այդ պրոյեկտը կլինի։ Չունի, ուրեմն այդ մի օր տրամադրությունը այն չի, այնքան չեն հատկացրել, ուրեմն այդ ոչխարները կմնան առանց մեդիայի խուզման, այդպես կխուզվեն իրենց տարածքներում։ Հասկանում եք, ինքը շատ լավ համայնքային զարգացման արտակարգ փառատոն է, բայց եթե ինքը չի պատկանում բիզնեսին, ինքը չի կարող զարգանալ։ Թույն միտք տամ, կարելի է, քանի որ Հայաստանում ունենք շատ գինե գործարաններ, որոնք ունեն իրենց ենթակառուցվածքները, ուտել, խմելու, զվարճանալու բաները, կարելի է մի հատ պայմանավորվել, ինչ որ 2 շաբաթը մեկ, ոնց որ ինչ որ մի հատ ցուցակ գծել տարվա, 2 շաբաթը մեկ ամեն գինե գործարանում մի հատ այնպես փառատոն է։ Այս շաբաթ Կիրակի այնտեղ է, այն մյուս Կիրակի այնտեղ է, որ տուրիստները իմանան, այնպես քարտեզի վրա սիրուն գույնով վարվի։ Այս օրը այստեղ է, այնտեղ, որ անընդհատ ինչ որ մի բան կատարվում է Հայաստանում գինու շուրջ։ Նայեք, ցանկացած գինեգործարական ընկերություն, որը ունի տուրիստական ուղղվածություն, իսկ գինեգործարանների ես հավատացնում եմ ձեզ 60% շահույթը դա ոչ գինին է, այլ հենց այդ հարակից ոլորտի, այսինքն վարձակալությամբ տրամադրել է սրահները, հարսանիքի կամ կորպորատիվների կամ այլ բիզնեսների կամ կինոդիտումներ եւ այլն։ Այդպես թե այնպես կլաստերային համակարգով նույնիսկ ինքնակազմակերպմամբ գինեգործները այդպես անում են, այսինքն մի օր իր մոտ ինչ որ փառատոն չի, ինչ որ աշխատարան է տարբեր թեմայով, ինչ որ տուր է եւ այլն եւ այլն, այդպես իրանք անում են։ Հետո հաշվի առեք, դու կարող ես փառատոնը դնես, բայց մի հատ շատ խոշոր հարսանիք գա ու գինեգործական ընկերությունը ավելի ասի չէ, ես հարսանիքի պատվեր ունեմ։ Դրա համար այդ մի քիչ ինքնակազմակերպվել են, իրանք արդեն հարմարեցրել են, եթե մեծ տուր է շրջված, որտեղ է լանչը, այդ տուր օպերատորներն են իրենք անում։ Դրա համար եմ ասում, եթե դու թողնեք բիզնեսին, բիզնեսը շատ լավ ինքը կարողանում է ելքեր գտնել։ Հիմա տուր ընկերությունները իրենք բիզնեսներ են եւ արդեն գիտեն, գնում են ինքնուրույն, խոսում են, արդեն գիտեն այս տարածքի Սասունիկում այս գինեգործարանն է, այն գինեգործարանն է, միտեղ կգնան ամբողջական թանգարանը կնայեն, այն միտեղ կգնան լանչը կանեն, այն միտեղ արդեն կգնան ընթրիքը կանեն, ձիգը քշեն գուցե կամ երեկոյան կգնան արդեն այն մյուս տեղում կինոդիտում կանեն։
Իրանք այդպես պայմանավորվել են, եթե ընկերությունը, օրինակ մեր նման ընկերությունը, եթե պիտի կախված լինի շատ կոմպոնենտներից, որը ամեն րոպե կարա փոփոխական լինի, ոչ մի ընկերություն չի մտնի դրա մեջ։ Դրա համար ինքնակազմակերպվել է այս կլաստերը, այդպես ասած։ Իսկ ընդհանուր туриզմից հարց տամ, էլի, ոնց որ ուրիշ երկրները մենք տեսնում ենք աշխարհով մեկ ոնց են գովազդվում, հենց այդ storytelling-ը, որ Բելգիան դա վաֆլի մայրաքաղաքն է, ի վերջո գալիս է այտենց հասնում է։ Մեր մոտ sense տպավորությունն ու ես հիշում եմ որ դա գոնե փորձ եղավ ինչ որ պահի, բայց անընդհատ այդ ինչ որ մի ուղությամբ եկեք մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք, պատմություն, բայց այդ չափազանց ընդհանուր է storytelling-ի համար, էլի։ Այդ туриզմի վարչությունն է անում, թե թողնված է որ էջենսիները ամեն մեկը առանձին իր ծրագիրը կազմի ու դրանով գրավի, որովհետև եթե դες մի հատ միասնական ջանք լիներ ինչ որ բան անելու, ինձ թվում է շատ է, որովհետև ցանկացած բան պատմությունով ավելի հեշտ է, օրինակ կազմակերպում ենք բան լող Սևանի միապից մյուսը, հետաքրքիր է սպորտսմեններին, հա կամ ով որ ուզում է, հետաքրքիր է, բայց մի հատ իրան որ փաթավորում աղթամար լող, բան արդեն դարավ ինչ որ ինչ որ պատմական բան կա, ավելի հետաքրքիր դարձավ։ Հիմա ով է մտածում այդ ոնց ներկայացնի, կա ինչ որ agency կամ արտապատվիրակում են գուցե։ Կարծում եմ սա պիտի լինի կառավարության, ռազմավարության կարևոր գծերից մեկը զբոսաշրջության զարգացման առումով, որովհետև այո, ցանկացած երկիր պիտի ունենա իր պատմությունը, այն որի շուրջը հավաքվում են։ Հիմա կարա լինի քրիստոնեությունը, բայց կարա նաև գինին դառնա, դա։ Կարա լինի գինու հնագույնը, ինձ թվում է մի քիչ շատ ենք հիմա այն անցումային շրջանում, որ ուզում ենք կողմնորոշվենք։ Կարա շատ բաներ լինի, էլի, ասածս էդ է, որ Անգլիա որ գնում ենք, նրա համար չենք գնում, որ ես կարող եմ մեր ընտանիքը։ Մեր ընկերությունը փոքր ընկերություն է, բայց քանի որ մենք շատ մեծ պետականամետ գործ ենք անում ու ոլորտի մեջ շատ ենք խորացած, մենք կարող ենք ասել, թե մենք ինչ ենք ուզում։ Դուք ձեր նարատիվը Մեր նարատիվը այնա, որ Հայաստանը գաստրոնոմիկ հաբ է, որովհետև գաստրոնոմիայի հետ դա նաև գինին է։ Առանց գինու համարյա չկա գաստրոնոմիա։ Ամեն դեպքում քրիստոնեական երկրում, որը գինին, հա, գինին նաև ունի այդպես սրբացված աստիճան, եթե նույնիսկ, այսինքն կրոնական բանի վրա չենք դնում, կարելի է նաև ոչ կրոնական մարդկանց գիտակցությանը հասցնել գաստրոնոմիայի առումով։ Մեր ընկերությունը դրա համար ուզում է շարունակել Երևանի գինուորերը դարձնել, ավելի մեծացնել դեպի մասնագիտական գաստրոնոմիայի մասով։ Մենք ուզում ենք գաստրոնոմիայի սեգմենտը ավելացնենք, այդ կապերը, որ ունենք համաշխարհային ամենաթոփ շեֆ-խոհարարների հետ, իրենց ագենտների հետ, մենք ուզում ենք իրենց բերել, ցույց տալ Հայաստանը ոչ միայն թե մենք ինչ լավ ֆրանսիական խոհանոց ունենք, ոչ, թե մենք ինչքան լավ պարզապես արևի տակ աճած, հողի մեջ աճած լոլիկ ունենք կամ ուտելի բույս ունենք։ Դա է կարևորը։ Ունենք, դեռ ունենք։ Մեր կլիման այնքանով է լավ, որ դեռ մեր սարերը տալիս են ունեն էնդեմիկ այդ բույսերը։ Գալիս են շատ խոհարարներ Ֆրանսիայից, հավաքում են դրանք ու ռեստոր են կազմում աշխարհի բույսերի։ Ու մենք հսկայական քանակությամբ ունենք, գալիս են մեզանից հավաքում են, տանում են, որպեսզի ԴՆԹ-ն պահպանեն։ Այսինքն մենք կարող ենք մեր ընկերության նարատիվը, որը մենք անպայման կաշխատենք ցանկացած կառավարության հետ, կաշխատենք այդ մասով, որ եկեք մենք Okay, դուք շատ լավ ուրիշ նարատիվներ ունեք տարեք, բայց մեր նարատիվը սրանում է, մենք ուզում ենք էլի բազմաֆունկցիոնալ է գնալու, էլի տնտեսության վրա մեծ է լինելու ազդեցությունը, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գինեգործության վրա, այսինքն մի քանի ոլորտներով կարա զարգացվածությունը ավելի շատ լինի ազդեցությունը։ Դրա համար մենք ուզում ենք, որ Երևանի գինուորերը 11-րդ տարին, հաջորդ տարին, որը ամեն ինչ կանենք, որ հրապարակում լինի, մենք կապացուցենք, որ հրապարակը դեռ նույնիսկ քիչ է ու կարևոր է որ մեծ հսկայական գաստրոնոմիկ բեմը լինի, գաստրոնոմիկ շոուները լինեն, աշխարհի թոփ շեֆ-խոհարարները 3 Միշլին աստղով, պլյուս կանաչ աստղերով, որը բուսակերների աստղերն է, բուսակերների համար։ Եթե կանաչ աստղ ունես, հենց հիմա այս տարի մենք կոնտրակտը ունեինք, պայմանագիրը ունեինք ու չկարողացանք ֆինանսի պատճառով բերել։
կարող եմ անունը ասել, Ռեժիս Մախկոն։ Ռեժիս Մախկոն 3 Մախկո։ Դες կարող է ոչ մի բան չտա։ Դες կարող է ինքը ոչ մի բան չասի, բայց մասնագիտական աշխարհը Ռեժիս Մախկո ընտանեկան բոկուս դող տիտրոսակիրներ են իրենք, այդ նշանակում է աշխարհի top խոհարարներն են, 3 Միշլին աստղ ունեցող ու 1 կանաչ աստղ ունեցող շեֆ խոհարար, որ իր խոսքը, եթե ինքը, այսինքն իրեն բերես ու ճիշտ մեդիա coverage ապահովես, ծածկույթ ապահովես իր շուրջը, այսինքն ինչա գալու է ասելու այ այս գինին ես խմեցի ու անաչառ։ Մանավանդ եթե ինքը նենց մի քիչ մեդիինի խոհարար է, որ իր հաղորդում ունի շոուն, որտեվ Էնթոնի Բերդեինը որ եկել էր, մենք իրան տարանք Արտաշի մոտ։ Ես ու Սերգեյը հետո Արտաշի մոտ խորոված ենք երել CNN-ի չասեք դրանից հետո ինքնասպան։ Ну, դրանից քրոնոլոգիապես, հա, technically։ Եթե տես քրոնոլոգիայով նայենք, հա, բայց ուզում եմ ասեմ, հələ այն վաղտ այդ Instagram բան այդքան զարգացած չէր էլի 16 թիվները, հիմա ինչքան ավելի մեծ։ Նայեք 2024 թվականին ունենալով մեծ բյուջե, մեր բյուջեն մենակ հերիքեց բերել Դեվիդ Տիսոյին, որ էլի ձեզ համար հիմա բան չի ասի, բայց այն մակարդակում, որտեղ այդ ոլորտի ներկայացուցիչներ են, Դեվիդ Տիսոն Ֆրանսիայի Bocuse d'Or մրցանակաբաշխության տնօրենն է։ Այսինքն աշխարհի բոլոր ինքը խոհարարների։ Ինքը եթե Միշլինը տրվում է ռեստորանին, Bocuse d'Or-ը տրվում է հենց խոհարարին իր թիմի հետ։ Bocuse-ը դա Paul Bocuse-ն է, Paul Bocuse-ը դա Ֆրանսիայի խոհարարության հիմնադիրն է, դող այդ ոնց որ ոսկե Bocuse իմաստով մրցանակի անունն է։ Բերել ենք Դեվիդ Տիսոյին, Ալեն Ալեքսանյանի հետ, որը Լիոնի 2 Միշլին խոհարար էր։ Մենք կարողացանք միայն հնարավորություն ունենալ իրենց բերել, այսինքն ֆինանսները USAID-ի, որ մենք ստացանք այդ 2024-ին։ Դա բառը մի ասեք, այդ օղորմացիկ կազմակերպությանը, հարցը նրանում էր, որ այդ ամեն ինչը մնաց լոկալ մակարդակում, 2-3 տարի տեստ էինք անում, հասկանալու թե ինչ կարելի է, բայց հիմա արդեն որպեսզի այդ ամեն ինչը չմնա լոկալ մակարդակում, այլ միջազգային PR-ը լինի, մենք արդեն սկսած այս տարվանից ներկայացնում ենք պետության կառավարությանը, որ առանց ֆինանսավորման միջազգային PR-ի հատվածի ու այդ շեֆ խոհարարների բերելու, այսինքն մենք ունենք գործիքները, հնարավորությունը բերելու, կապերը այդ ամեն ինչը գեղեցիկ փաթեթավորելու, բայց ֆինանսական հատվածը մեր փոքր ընկերությունը էլ չի կարող ձգել։ Մենք կարող ենք Երևանի գինորեր շարունակել անել, բայց ազդեցության առումով նոր մակարդակը, այդ նարատիվը ձեր ասած, որ այսպես հանգուցալուծեմ, ձեր նարատիվը մեր տեսակետից դա գաստրոնոմիական հաբն է Երևանի գինորերը, ամեն ինչ խորոված դեղա, բան, ամեն ինչ կարելի է սիրուն ներկայացնել։ Բացի դրանից այլ ուտես, հաշվի արեք, որ հայկական Կերուսուս էլ կարա լինի, բայց մեր խոհարնոցը նաև շատ տրենդային կարա լինի, որովհետև մենք շատ լավ բուսակերների համար բան ունենք ուտեսներ, բայց որտեղից պիտի երևա, օրինակ ոնց երևաց, որ մենք ունենք հայկական գինի։ Երևանի գինորերի շնորհիվ, երբ որ մարդ եկան ու ավելի շատ, սկզբում 20 մասնակից էր, երկրորդ տարին 24 մասնակից էր, երրորդ տարին 40 մասնակից էր, հիմա 100 մասնակից չենք կարողանում նույնիսկ տեղալ։ 20 որ ասի կա, բոլորն են գալիս թե։ Հիմնականում 100 հայտ ենք ունենում, ամեն տարի տեղ չլինելու պատճառով 70-ը հազիվ ենք տեղավորում։ Իդեպ ասեմ ձեզ, սնունդը ընդամենը 30-ն ենք մենք տեղավորում, եթե նույնիսկ ուղղակի կարողա այտենց ակնհայտ է իրանց երևում են թե շատ, մենք միշտ կրկնակի ավելի շատ գինեգործ ենք ընդունում, քան սնունդ, որովհետև առանց սնունդի մարդիկ կհարբեն։ Իսկ սնունդով դա օգնում ասում մանավանդ յուղոտ ու տեստները շատ են օգնում մարդկանց չհարբելու ու շատ ջուրը իհարկե խմեք շատ ջուր Veggie Fest-ը փաստորեն մեծ պետք նաև այդ բուսակերական սեգմենտը փակելու համար Veggie Fest կարող է չլինել կարող է օրինակ ոնց որ արել էինք ունեցել էինք նման սեգմենտ 2024-ին Երևանի գաստրոնոմիկ օրերում առանձին խոհարարներ միայն veggie ուտեստների վրա էին ու ապացուցում էին թե տեսեք հայկական օրինակ ոսպը եւ այլ այդպես այդ ընտանիքին պատկանող բաներով ինչքան շատ ուտեստներ կարելի անել, բայց ունենալով պրոտեինի սպիտակուցի ճիշտ բաժինը։ Դրա վրա էլ է շատ կարևոր ուշադրություն դարձնել, որովհետեւ մենակ վեջի չի, որ պիտի առանց սպիտակուցային սնունդ, այսինքն այնպեսի պիտի լինի այդ վեջին, որ սպիտակուցային լինի։
այսինքն մենք նայում ենք մասնագիտական այդ առումներով եւ այլ հիմնախնդիրներ ենք բարձրացնում այդ հարթակում անցյալ տարի ՄԱԿ-ի Պարենի ծրագրի հետ 4 պետություններից հրավիրեցինք մասնագետներ սննդի food waste սննդի կորստի վատման հետ կապված թե ինչ պիտի արվի ռեստորանները ինչ հիմնախնդիրներ ունեն ինչպես պիտի լուծվի որովհետեւ այո այդ խնդիրը ունեն բայց այդ մարդիկ էլ են հասկանում որ բայց հիմա ինֆրաստրուկտուրան ինչպես պիտի կարգավորվի որ կարողանան բերեցինք Չեխիայից Ֆրանսիայից մասնագետներ որոնք ստեղծել էին այդպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսներին ինքնակազմակերպվել պետության աջակցությամբ, այսինքն կառավարությունը մի փոքր այդպես ավտորիտար դեր է կատարում, ուղղակի ադմինիստրատիվ դեր է կատարում ավելի շատ, ադմինիստրատիվ հատվածը վերցնում է, բայց մնացածը արդեն կարողանում են այդ սնունդը, որը մնացորդ է, իմանան թե որտեղ հանձնեն, կամ այնպես անեն, որպեսզի ճիշտ չափաբաժինները մշակեն, որ չլինի սննդի վատնում եւ այլն, այսինքն կոմպոնենտները շատ են, դա միայն Հայաստանի դիրքն է բարձրացնում, որովհետեւ հիմա ՄԱԿ-ի հետ այդ մեր համագործակցությունը, որ մի ամբողջ օր պանելային քննարկումներ էր հանրային միջավայրում դա հաշվի առեք, որ կան բազմահազար այցելուներ, որոնք երբեք չեն լսել սննդի վատումը նույնիսկ ինչ բան է, հնարավորություն ունեն նստեն ու սինխրոն թարգմանության ականջակալով նստեն ու լսեն, հասկանան, եթե անգլերենը չգիտեն, թե ինչ է կատարվում, փաստորեն նման հիմնախնդիր կա եւ այլն։ Всё, ես պատրաստ եմ, ուղղակի հիշեցնեմ ինքս ինձ, հունիսի 5-6-7 Այո Հունիսի 5-6-7 հանդիպում ենք արդեն վախենում եմ ասել, տես կարող է ավելի ընդարձակվել է Թումանյանոտ, Սարյանոտ բաց չեք թողնել, եթե ուզենաք էլ չեք կարողանա բաց թողնել եւ հա մասնակցեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, ցանկությունը, իղձը եւ վերադարձեք տոնելու այդ հատվածում շնորհակալություն տենց ավելի լուսավոր, ավելի ուրախ դարձնելու համար քաղաքը, երկիրը ու ամեն տարի ընդլայնելու։ Մյուս տարի հուսով եմ արդեն հրապարակը կվերցնի։ Խալին փռածա, հրապարակում մնում է սեղանը։ Այո, մենք էլ ենք շատ մեծ հույսով, որ այս սեպտեմբերից սկսելու ենք։ Չգիտեմ ինչ կառավարությունն է լինում, բայց զգուշացնում եմ, մենք գալիս ենք։ Հիմիկվանից ասում ենք, ով էլ լինի, հա, մենք գալիս ենք։ լավ նայեք գինու փառատոնը, Երևանի գինու փառատոնին։ Երևանի գինու օրերին մոտեի։ Ահա, Երևանի գինորերին մենք սեպտեմբերից գալու ենք մեր թվերով, որը շատ հիմնավոր են ու ասելու ենք, որ եկեք աշխատենք, որովհետև այո, կարող է Երևանի գինորերը մնալ դեռ էվենտուրայի նախաձեռնությունը, ինքը այդպես փոքր էլ կմնա Սարյան Թումանյան, բայց մեզ համար որպես ընկերություն լավ է, օքեյ։ Եկեք level up լինենք։ Level up լինենք, որովհետև մեր level up-ը երկրին է, դա օգուտ լինելու։ Այդ 120 գործարաններն եք ուզեն արտահանեն, որ այդ Լիոնի ռեստորաններում Շնորհակալություն։ Բարեկամներ, Մերի Բադալյաններ, մեր հյուրը իս դուք կոմենտներում գրեք, ավելի շատ խմելու համար եք գնում գինու փառատոն, թե ուտելու։ Ու ինչ նոր բաներ կուզենայիք տեսնել գինու օրերին։ Օրերին։